Ոչ մի տեղ չես գնալու, մինչև բոլոր հարցերից պատասխանները չստանալու։ Ասում տուր այդ կրիչը։ Տուր տանք Մարկին, թող տանի տա դրանց վերջացնենք։ Գոր ես Մարկին չեմ վստահում։ Մենք քո ուղարկած լոքեյշնով ենք եկել։ Մեքենա տարել են, բայց ով։ Պատկերացում չունեմ։ Որիցս առաջ քեզ եմ զանգել, որ իմանամ ոնց ամերես, որովհետև վստահել եմ քեզ։ Էսա դրա պատասխանը։ Իսկ հիշում եք ինչից է ձեր ամուսինը ձեզ փրկել։ Ալիսը ծայրեղ վատ վիճակում է։ Մեկ-մեկ նույնիսկ վտանգավոր էր այդ նույն սենյակում քնել, նույն տանը թեկուս։ Միշտ պիտի մի աչքդ բաց պահես, որովհետև չգիտես ինչ կանցնի մտքով։ Ինչ ես ուզում ինձնից։ Ինչ ես ուզում ինձնից։ Գնա! Տեղ մի բան հեչի, ուր էլ լինես, ես քեզ կգտնեմ։ Դու հիմա առանց ինձ լսելու Գնաս տեղից։ Եթե կան բառեր, որ հիմա չեմ կարող ասել, թող լռությունս խոսի դրանց փոխարեն։ Ես ժամանակ եմ խնդրում ու ուժ։ Հաջորդ քայլը անելու ու ամեն վառած լույս աստղերի հետ չշփոթելու համար։ Թող ձեռքերս չդողան ծանրությունից, որ տանեմ այն, ինչ վստահել են ինձ։ Թող չդառնամ քար, երբ որ ստիպված եմ ուժեղ լինել։ Ու վախի առաջ տերևին ու ման թեթև չլինեմ, որ տանի քամին։ Ու եթե վերջում միայն մի բան պիտի մնա, թող դա լինի կարողությունս մնալ կանգնած։ Նույնիսկ այն ժամանակ, երբ ծնկներս հիշում են ընկնելու բնաստը։ Ոչ հրաչը կա, ոչ արանը, բայց անցել են այս բանը, որ պիտի միշտ ձեռքի տակ պահես, չմոռանաս որտեղից ես եկել, ուր ես գնում։ Ես իմ ընկերներին չեմ մոռանում։ Սիրտս կանգնեց։ Ինձ թվաց էլի մարդ ա մտել տուն։ Ես դու ես արել։ Հա, ես եմ արել, որովհետև այս ամեն ինչը արդեն դիմանալու չի։ Ես ահա որ վախենում եմ։ Իրավունք ունեմ, չէ՞ վախենալու։ Հո ամոթ չի քո տեսանկյունից, որ ես վախենում եմ։ Բելա, խնդրում եմ քեզ։ Ուղղակի աղաչում եմ, արի վերջ տանք այս ամեն ինչին։ Մի կողմից այդ կրիչի համար են մեր հետևից ընկած, մյուս կողմից դու ես գնացել Բալյանի տուն ու կրակն ես քեզ գցել։ Ես արդեն չգիտեմ ինչի մասին մտածեմ։ Բա որ քեզ հետ ինչ-որ բան լինի։ Ես ինչ եմ անելու։ Այս ամեն ինչ հենց դրա համար եմ անում, Գոր, որ Բելային ու Սոֆային հանկարծ ոչ մի բան չլինի։ Ես իմ կյանքն եմ վտանգում։ Ահա 1000 անգամ էլ պատրաստ եմ վտանգել, բայց ես մենակ ինչ անեմ, եթե իրանք ոչ մի բան չեն անում, որ ինձ օգնեն։ Դու էլ չես պատկերացնում հետ գործ ունենք ախր։
Այս պահին համբերում են, բայց երկար չեն սպասելու։ Ու այս հարցի միակ լուծումը այն է, որ այդ կրիչը տանք իրանց։ Տանք ու փակենք այս թեման, վերջ։ Այդ գրիչը իսկապես չկա։ Ես ամեն ինչ վերացրել եմ մեր այստեղ գալուց առաջ։ Մի խափի Բելլա։ Լուրջ Սոֆա։ Քեզ եմ խափում։ Խնդիրներից փախնելը լուծում չի։ Ուր ես գնում։ Բալյանների տուն։ Չէ, Սոֆա, գնում եմ, որ հանգստանաս, որովհետև այս պանիկան էլ դիմանալու չի։ Ես քեզ ասում եմ, այդ մարդիկ մեր հետևից են ընկած։ Արդեն Մարկին են հասել, գալիս են մեր տունն են քանդում։ Քեզ են գիշերները հետևում։ Էլի մտածում ես, որ պանիկա անելու ու վախենալու ոչ մի բան չկա։ Այդ հետևելու մասով ես վստահ եմ, որ Մարկն է։ Ինքն է եկել իմ մեքենայի հետևից։ Չգիտեմ ինչ կա մտքին, բայց հաստատ ինքն է։ Կամ որ նորություն է, որ Մարկը ինձ կպածման է գալիս։ Բելլա, ասածներիդ մեջ ոչ մի լոգիկա չկա։ Ինչի համար Մարկը պետքա հետապնդի քեզ։ Դու լավ գիտես ես Մարկին ոնց եմ վերաբերվում, ինչ կարծիք ունեմ իր մասին, բայց հիմա իրավիճակը լրիվ ուրիշ է։ Մարկը չի գտել ու բերել քո մեքենան։ Դու չես բանալիները թողել մեքենայի վրա ու գնացել։ Բա ինչ պետքա մտածել։ Վախեցել է։ Հարցը ստեղ Մարկը չի, Բելլա։ Հարցը այն է, թե ինչի պիտի մեր կողքի մարդիկ էլ դուժեն։ Ես չեմ հասկանում, քո համար մեկ է։ Բայց այդ ավտոյի հետ կապված պատմությունը մի տեսակ ուղեղից մեջ չի տեղավորվում։ Արի դու ինձ ճիշտ ասա։ Ես Սոֆային համոզում եմ, որ գնա այդ կրիչը գտնի, որ Բելային չլսի, բայց պատկերացնում ես, եթե այս ամեն ինչը քո սարքած լինի, ինչ ահավոր բան կստացվի։ Ինձում տեղն ես դրել գո։ Ինձ տենց ես ճանաչում։ Հիմա եթե Բելայի փոխարեն Սոֆան լիներ, գլուխդ 1000 անգամ պատին չէր տալու, որ օգներ, պաշտպաներ։ Ես իմ ինքնասիրությունը մի կողմ դրած իրանց եմ պաշտպանում, իր հետևից եմ ընկել։ Բայց հիմա հարցը սիրելը չի, հարցն է, որ այդ աղջիկը վտանգի մեջ է։ Ո՞վ են դրանք։ Շատ վտանգավոր մարդիկ։ Ես չեմ էլ ուզում, որ իրենք քեզ ճանաչեն։ Գոնե դու աղջիկների կողքը կլինես, եթե հանկարծ ինձ մի բան լինի։ Ես պաշտպանության կարիք չունեմ, հատկապես Մարկի։ Կլինի ընդհանրապես փակենք այս թեման։ Լավ։ Արի մոռանանք Մարկին, անցնենք Դավիթին։ Չէ, իմ համբերությունը արդեն սպառվում է։ Դու ընդհանրապես հիշում ես ինչի համար էիր գնացել Բալյանենց տուն։ Բա հիմա ինչ ես անում։ Դու քեզ հասկանում ես։ Ես քեզ սկսել եմ ընդհանրապես չճանաչել։ Մերուժանի քրոջը հույսով արեցիր։ Ինքը հիմա մտածում է, որ Ամերիկայից մի հատ հայ լրագրող վերջապես պետքա բացահայտի, թե ինչ ա եղել։ Իսկ դու հիմա ամեն ինչ գիտես։ Բա ինչի ես լռում։ Ինչի ես հետ կանգնել, Բելլա։ Ասում եմ արի գնանք Հայաստան բրծնենք այս ամեն ինչից, չես համաձայնում։ Ասում եմ ինչի սկսած այդ գործը ավարտին չես ուզում հասցնել, լռում ես։ Ես քեզ ոնց հասկանամ, Բելլա։ Ալիսը հիվանդ կին է։ Ոնց ես պատկերացնում հիվանդ կնոջ հանդեպ նման կերպ արվեմ։ Բա ուր մնաց այդ արդար Բելլան։ Բա քո համար կապ չուներ ով է։ Հիմա հանկարծ այդ Ալիսը դարձել է խեղճ ու հիվանդ կին, թե ուղղակի Դավիթի մաման է։ Արդեն կարևոր չէ, որ Մերուժանը չարած բանի համար է պատասխան տալիս։ Լավ, ուր մնաց այդ տիեզերական արդարությունը։ Բա դու ասում ես, եթե այդ նամակը մեզ է հասել, ուրեմն պարտադիր պետքա բացահայտենք։ Լավ։ Անին նամակներ ա գրել, գոնե կարդացել ես։ Գրել է, որ եթե չասենք, թե ինչ ենք բացահայտել, ինքն է գնալու հաղորդում տա։ Լավ, Բելլա, այս ինչ ես անում դու։ Դավիթը քո համար այդքան կարևոր է դարձել, թե քեզ վախացնում է։ Ասա հասկանամ, որ մեկն է այդ երկուսից։ Ես կլուծեմ այդ հարցերը։ Դու գնա Գորի մոտ, տանը մենակ մի մնա։ Ու մեկ էլ մի բան։ Մարկին այդքան մի վստահեք։ Իրան ամենալավը ես եմ ճանաչում։ Բելլա, հետ արի։ Մենք բան պետքա որոշենք։ Դու պետքա հոդված գրեիր, հիմա վաղը մեր մասին են հոդված գրելու։ Մերուժանի քույրը քեզ հանգիստ չի թողնելու։ Հույս ես տվել մարդուն։ Հենց այլ կվերցնեմ։ Շնորհակալ եմ։ Դες լավ եք սկին։
Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք արդեն ավարտեցինք։ Շնորհակալ եմ։ Մայրս հիմա իրեն ավելի լավ է զգում։ Ես գնամ, բարի գիշեր։ Բարի գիշեր։ Մամ ջան, եկել եմ բարի գիշեր ասելու։ Երբեք չես մոռանում։ Ոնց կարող եմ մոռանալ, եթե մի բան քեզ ա վերաբերում։ Շատ սիրուն են, այնտեղ կտնեն։ Քեզ լավ է զգում։ Այն աղջիկը էլ չի գա, չէ՞։ Ես ուզում էի հարցնեի, բայց մտածեցի քեզ լավ չես գա։ Բայց որ թեման բացել ես, հարցնեմ։ Բելյան քեզ ինչ էր հարցնում։ Ինչի մասին էիք խոսում։ Չես պատասխանելու, մամ։ Շատ եմ հոգնած, որ պարկեմ չես նեղվի։ Մի օր ես խոստացել եմ ինքս ինձ, որ քո բոլոր երազանքները պիտի կատարեմ հերթով։ Ու վաղը դրանցից մեկը կկատարվի։ Չեմ հարցնում, որ անակնկալ լինի։ Վստահ եմ քեզ շատ դուր կգա։ Ինքն է։ Հաստատ ինքն է։ Արամ Սահակյան, Վահան Բալյան, Հրաչ Մարգարյան։ Տարեդարձ է այսօր, տարեդարձ է այսօր, տարեդարձ է, տարեդարձ է, տարեդարձ է այսօր։ Փչի մամ ջան։ Սանոն դե շնորհավոր։ Թող իմ երգը այսօրվա ամենավատ անակնկալը լինի։
Բայց չես մոռացել, չէ, որ մի հատ անակնկալ ունես։ Ներքևում քեզ է սպասում։ Դե պատրաստվի, ես քեզ սպասում եմ ներքևում։ Sorry, we're closed. Oh, Հեսա կուղարկեմ։ ներողություն հայեք, Այո, կարող եմ մի հարց տալ։ ասա։ Երեք գիշերը այս մարդը էստեղ էր։ Իհարկե սա հին նկար է, բայց որ ուշադիր նայեք կճանաչեք։ Բարեկամը սա երեք գնացի տուն ու հասկացա, որ չեմ ճանաչել։ Չեմ ճանաչում, ճիշտն ասած չեմ տեսել։ Երեք էստեղ էր, ես էլ էի էստեղ, անընդհատ հազում էր։ Այս սեղանին էր նստած։ Կհիշեք։ Չեմ հասկանում ում մասին ես խոսում։ Վզին խալոնի։ Հա, ինքը մեր հաճախորդներից է։ Բայց ինքը հիմնականում առավոտներն է գալիս, երեք գիշերն էր եկել։ Բայց ինքը հայ չի։ Հաստատ։ Երբեք չեմ լսել, որ հայերեն խոսա։ Իսկ անուն։ Չգիտեմ, ասացի, հաճախ է մեզ մոտ լինում, առավոտյան սուրճը փանքեկ է վերցնում։ Հասկացա, շնորհակալ եմ, կներեք։ Դու չես հասկանում։ Եթե առաջ ինքը գոնե խոսում էր, հիմա ինձ էլ չի վստահում։ Ես տեսնում եմ, որ ինքը տխուր է, ինքը իրան լավ չի զգում, գնում է, գալիս է, բայց լռում է, ինձ ոչ մի բան չի ասում։ Այսինքն դու հավատում ես, որ այդ կրիչը չկա։ Հա։ Եթե այդպես է ասում, ուրեմն չկա։ Պարզ է։ Չես հավատում։ Որ ինչ ուզում է լինի, ես Բելլային մենակ չեմ թողնելու։ Էական չի ինքը ինչ ասում, ես պետքա իրա կողքին լինեմ։ Անկամ եթե դու պետքա նեղանաս ու գնաս։ Միակ տարբերակը այդ կրիչը գտնելն է։ Պիտի ամեն ինչ անես, որ գտնես։ Եթե որոշել ես, որ Բելային մենակ չես թողնելու, ես էլ քեզ մենակ չեմ թողնելու։ Բայց պետք է հասկանանք, որ այդ մարդկանց դիմաց մենք ոչ մեկ ենք։ Որ ես քեզ խոստանում եմ, ես էլի կփորձեմ։ Ես ամեն ինչ կանեմ, որ Բելլան տա այդ գրիչը, եթե իհարկե իրա մոտ է։ Ինքը պետքա վերջ տա այս գործերին, պետքա գնա ստեղից։ Կամ մեր հետ գա, ես չգիտեմ, կարևոր չի, կարևորը այն է, որ Բելլային էլ չփնտրեն։ Ինձ մի 2 օր էլ ժամանակ տվեք։ Չէ, եթե խոստացել եմ, ուրեմն անպայման կանեմ։ Այդ ձայնագրություններն էլ կտամ։ Այն ինչ կապված է ձեր հետ, եթե մի բան գտա, անպայման կտամ ձեզ։ Չստացվելու տարբերակ չկա։ Դուք էլ ձեր խոստումը պահեք, բան ենք պայմանավորվել։ Անպայման կլինի։ Լավ։ Անհնար է։ Ես հաստատ ինքն է։ Լսում եմ։ Բելա, այս պատմությունը ես չեմ սկսել, դուք եք զանգել ինձ։ Դուք մեր ամբողջ կյանքը խառնել եք իրար։ Կլսեք ինձ։ Չէ, դուք ինձ կլսեք։ Եթե գոնե մի փոքր շանս կա, որ կարելի է եղբորս արդարացնել, ուրեմն մենք կանենք դա։ Եթե արդեն փոշմանել եք, ուրեմն ես կշարունակեմ։ Բայց ասել եմ ձեզ, եթե նամակս լսել եք, ձեր անունն էլ եմ տալու։ Դուք լսում եք ինձ։ Անին։ Ես սխալվել եմ, կներեք։ Այսինքն ես ձեզ տվել եմ ինֆորմացիա, որը ճշտված չի։ Ես հասկանում եմ, որ դա պրոֆեսիոնալ չի, բայց դրա համար ասում եմ կներեք, սխալվել եմ։ Ես ձեզ չեմ հավատում։ Լավ, եթե այդպես է, ուրեմն կանեմ այն, ինչ արդեն մտածել եմ։
մամջան։ Արի։ Շնորհավոր ծնունդդ։ Իմ կյանքի միակ սեր։ Իմ կին։ Ուզածս մի բան է, որ միշտ իմ կողքին լինես։ Մնացած ամեն ինչ ես կանեմ քո համար։ Բայց այն չորուց համակ ենք շնորհավորելու։ Իհարկե չէ։ Ես քեզ, մամջան։ Ասել մաման Չես անում, Դավիթ ջան, մորը չի կարելի։ Այս մի անգամով ոչ մի բան չի անելու, պապ։ Դավիթ ջան, կապրիզների ժամանակը չի, չես հասկանում բայ լրջությունը։ Ոչինչ, Դավիթ ջան, ես հյութ կխմեմ։ Դե ինչ ասեմ։ Այսօր մեր ընտանիքի համար շատ կարևոր օր է։ Քո ծնունդը միշտ էլ ինձ համար տոն է եղել Ալիս։ Բայց այդ տոնը էլ ավելի իրական կլինի, եթե մի շատ սիրուն օր դու էլ կարողանաս լիարժեք ապրել այն կյանքը, որ ես ստեղծել եմ քեզ համար։ Իմացի, որ դու ամենակարևոր մարդն ես իմ ու Դավիթի համար։ Գնացդ, շնորհավոր ծնունդդ իմ ամենասիրելի Ալիս։ Իրոք մամջան, դու ամենակարևոր մարդն ես։ Ու այս աշխարհում ինչ էլ լինի, դու երբեք մենակ չես մնա։ Ես միշտ քո հետ եմ ու միշտ քո կողքին կլինեմ։ Շնորհավոր։ Դավիթ մորը տար թող պարկի լավ չի։ Լավ ես, մամ։ Հաստատ։ Դավիթ չես ասում տար թող պարկի լավ չի։ Հերիքա, պապ, հերիքա։ Ես ամեն ինչ շատ լավ տեսնում ու լսում եմ։ Ամեն օր սենյակում փակվելով լավ ա լինելու։ Մամ, ո՞նց ես։ Մամ։ Միարա։ Ես վերջին անգամ եմ գալիս ու վերջին անգամ եմ հարցնում։ Ինձ պետքա որ հաստատ իմանամ։ Ես ամեն բան ասել եմ, բացատրել եմ։ Էլ ասելու բան չունեմ։ Մի արի այստեղ։ Ալիսն է սպանել։ Այդ հաստատ է որ Ալիսն է սպանել։ Ինձ ընդհանրապես պետքա մի պատասխան, հա կամ չէ։ Եթե այսքան կարևոր չլիներ, չէի գա։ Նայի մենակ եմ եկել։ Դավիթը ոչ մի բան չգիտի ու ես ամեն ինչ անելու եմ, որ չիմանա։ Նարինե, խնդրում եմ պատասխանի, Ալիսն է սպանել։
Մի խոսքով, երբ տրամադրություն չեմ ունենում ու ուզում եմ աշխարհում ամեն ինչ մոռանամ, գալիս եմ քո մոտ։ Ու ինչ ենք անելու այսօր։ Դե այն ինչ ամեն անգամ անում ենք։ Այնպես արա, որ ստեղից դուրս գամ ու մտածեմ, որ լրիվ ուրիշ մարդ եմ։ Ախր շատ բրտ առաջադրանք ես տալիս։ Դե լավ, էլ մի համեստություն արա։ Դու սկսի, ես քիչ-քիչ կհեշտացնեմ, լավ։ Երևի ճիշտ ես։ Որ ասում ես անպայման ուզում էի արդարություն հաստատել ու կիսատ եմ թողնում։ Երևի ճիշտ ես, որ ամենասկզբից էլ չպիտի մտնեի ես պատմության մեջ։ Այն ժամանակ էլ այդ հոդվածը պիտի չգրեի։ Բայց հիմա ունենք այն ինչ ունենք։ Հիմա պիտի փորձեմ Անիին համոզել, որ սխալվել եմ։ Իսկ եթե չստացվի, ասելա, որ չի հավատում ու դժվար էլ հավատա։ Ես ամեն րոպե սպասում եմ, որ այդ հոդվածը գրելու են ու մեջտեղում քո անունն է լինելու։ Իսկ եթե այդ հոդվածը դուրս գա, առաջինը կարդալու է Դավիթի հայրը։ Գիտեմ, սով գիտեմ։ Դրա համար մտածում եմ, երևի թե ճիշտ կլինի, որ ինքս Դավիթին ասեմ։ Բա հետո։ Հետոն պատկերացրել ես։ Սրանից վատ ինչ պիտի լինի։ Ես ուզում եմ քնել։ Որ հասկանամ ոնց եմ Դավիթի հետ խոսելու։ Ու խնդրում եմ հիմա հարցեր չտաս։ Ես արդեն գժվում եմ, աչքիս մարդիկ են երևում։ Իսկ ինչ վերաբերվում է այդ գրիչին, իսկապես չկա։ Ես ուզում եմ գոնե դու ինձ հավատաս։ Կարող է ուզես հետդ կամ Դավիթի հետ խոսելուց։ Չէ։ Եթե ես կյանքում կան մի քանի հոգի ում վստահում եմ դրանցից մեկը Դավիթն է։ Ինքը կարա կռվի, գոռա, վտանգավոր թվա, բայց չի վնասի։ Չի նեղացնի, այդ հաստատ։ Այնպես որ ես մենակ կգնամ։ Հիմա հասկանում ես քեզ ինչից եմ հետ պահել։ Հիմա հասկանում ես ես ինչով ապրել ես կան տարի Դավիթ։ Քեզ թվում է ինձ համար հեշտ է եղել։ Օրերն եղել մի քանի անգամ կրկնվել ես նոպաները։ Քեզ ասում եմ խելագարվել է, բայց չես հավատում։ Ամեն անգամ ես տեսաններից սիրտս պայթում է։ Բայց ինչ անեմ։ Չեմ կարողանալու տանել հոգի բուժարան ու փակել։ Բայց քո աչքերում ես թշնամի եմ։ Ես վատն եմ, հրեշ եմ, երևի հրեշ եմ, որ այսքան տարի սիրածս կնոջն ես վիճակում տեսնելով դեռ ամուր ոտքերիս վրա կանգնած եմ։
Մամ ջան, ո՞նց ես։ Լավ ես կես գում։ Դառնամուր էի նվագում։ Ոչինչ, մամ։ Քո դաշնամուրն է։ Դու ես որոշում, երբ նվագես։ Աստորեն նո բաների ժամանակ եղած է, ես հիշում եմ։ Հիշում եմ։ Այսինքն եղել է, որ չես հիշել, մամ։ Դավիթ, քեզ մի բան պիտի խնդրեմ, բայց առանց հարցեր տալու պիտի անես, իմանալով, որ դա ինձ կհանգստացնի։ Հա, մամ ջան, ասա, լսում եմ։ Ուզում եմ հենց հիմա Բելային բերես մեր տուն։ Խոստացիր, որ կանես։ Ես Բելայի հանդեպ շատ անարդար եմ եղել։ Խնդրում եմ քեզ կանես։ Լույսը բացվի։ Հենց հիմա, Դավիթ, խնդրում եմ։ Մտածում էի չես գա։ Ինչքան էլ որ բացատրեցի, թե ինչ է կատարվում։ Երբ որ ես օգնության կարիք ունեի, դու առանց հարցեր տալու ես եկել։ Գնանք։ Հաջան։ Մարկի հետ եկեք։ Կարևոր բան ունեմ ասելու։ Բայց հիմա գոր, քանի մենակ եմ։ Տիկին Ալիս։ Տիկին Ալիս։ Վերջ։ Հա, քնած էր։ Ես գնամ։ Մնա մեր տանը առավոտյան ես քեզ կտանեմ։ Չէ, պիտի գնամ։ Վաղը կգամ էլի։ Որ ժամին էլ արթնանա կգամ ոնց որ այսօր։ Բայց ուզում եմ գնամ տուն։ Տաքսիով կգնամ։ Ես քեզ կտանեմ։ Բելան ուրա։ Կարևոր չի։ Այսինքն Մարկ, թող խոսի։ Ինչ ա եղել, Սոֆա։ Նստեք։ Ինձ համար շատ դժվար է այս ամեն ինչը ասել, բայց ես հասկանում եմ, որ ուրիշ ելք չկա։ Մենք բոլորս վտանգի մեջ ենք ու եթե ինչ-որ մի բան լինի, ոչ մեկս չենք փրկվելու։ Այսինքն ուզում ես այդ կրիչը տաս։ Թող խոսի։ Մոտս չի։ Տեղն էլ չգիտեմ։ Բայց ես արդեն ձեր նման սկսում եմ մտածել, որ Բելան խաբում է։ Պետք է հասկանանք ինչ անենք, որ այդ կրիչը Բելան տա։ Ես չգիտեմ ոնց անենք, ստիպենք, որ ինքը խոսի, կամ գոնե վախենա, բերի տա այդ կրիչը։ Ինձ համար իրոք շատ դժվար որոշում ա եղել, բայց ես հասկացել եմ, որ ուրիշ ելք չկա։ Խնդրում եմ ձեզ օգնեք ինձ եւ ես ամեն ինչ կանեմ, որ Բելայի միջոցով գտնենք այդ կրիչը։ Ասա։ Գիտեմ, որ դժվար է, բայց
Պիտի խնդրեմ մինչև վերջին լսես ու չընդհատես։ Մայրս է ինձ խնդրել, որ քեզ բերեմ։ Ես իր համար ամեն ինչի պատրաստ եմ։ Դրա համար էլ եկել եմ ու խնդրել եմ քեզ։ Իրան թվում է, որ քեզ նեղացրել է։ Ինչ-որ բան սխալ է արել։ Այսօր իր ծննդյան օրն է ու իրան լավ չի զգում։ Ես ուրիշ բանի մասին եմ խոսալու։ Բայց մեկ է, քո ասածները մինչև հիմա ուղիղից մեզ չեն տեղավորվում։ Սկսել եմ ընտանիքիս մեջ թշնամի փնտրել։ 2 օր հորս հետ նենց եմ խոսում, որ երբեք տես բան չի եղել։ Արդեն չի հավատում, որ հայրս մորս մասին մտածում է։ Ինձ թվում էր մաման լավ է, որ խնդիրներ չունի։ Բայց երեք աշկիս առաջ մայրս վատացավ։ Շատ վատ էր։ Ես իմ կյանքում քիչ բան չեմ տեսել։ Բայց արցունքներս չկարողացա զսպել։ Հասկանում եմ։ Դու պատկերացնում ես, որ այդ ամեն ինչը հայրս մենակ է արել։ Դրա համար էլ քո ասածները իրականության հետ չեն համապատասխանում։ Ու ես չեմ կարողանում մինչև հիմա հասկանամ ինչի համար ես տես բան արել։ Ես քեզ չեմ խաբել։ Մենք միասին ենք գնացել Նարինեի տուն ու դու տեսել ես, որ ես քեզ չեմ խաբում։ Ինչ ես անընդհատ նույն բանը կրկնում։ Բայց ես ուրիշ բան եմ տեսել, Բելա։ Դու տեսնում ես այն, ինչ քո պապան է ուզում։ Դու իմ հորս մասին ես խոսում։ Այդ մարդը իմ համար մարդկության օրինակ է եղել։ Ցավում եմ։ Կներես։ Ուղղակի կներես։ Ինչ ես ուզում ասեմ։ Ուզում ես ասեմ խաբել եմ ու տենց բան չկա։ Չէ, Դավիթ։ Քո մաման լավ չի։ Տանջվում է։ Այդ կնոջը դեղեր են տալիս, որ այդ կինը չի ուզում խմի, հասկանում ես։ Ես քեզ պիտի տաքսով ճանապարհեի։ Չէ, ես քեզ պիտի տաքսով ճանապարհեի։ Գիտես, ես ինքս ինձ խոստացել էի, որ այս թեմայի մասին էլ չեմ խոսելու։ Բայց չստացվեց։ Ես քեզ բանն էի ասելու ու որոշել էի, որ դրանից հետո մենք չենք հանդիպի։ Բայց քո մամայի թեման իմ խղճի վրա շատ է ծանրացել։ Բայց ցավոք սրտի դու ինչ ես հավատում։ Երևի էլ ասելու ոչ մի բան չկա ու հա ճիշտ կլինի, որ տաքսի կանչենք։ Որովհետև դու ինչ ես հասկանում, դու ընդհանրապես ոչ մի բան չես հասկանում։ Հասկանում եմ։ Ես ամեն ինչ շատ լավ եմ հասկանում։ Ուղղակի ինչի հենց դու։ Աշխարհում այդքան աղջիկ կա իմ շուրջը, այդքան աղջիկ է պատտվում, ինչի հենց դու, Բելա։ Կասես ինձ։